Արամը ու Պողոսը։ Մի օր ընկերներով գնացինք դաշտը խաղալու։ Խաղացինք, զվարճացանք, հետո տղաները ասացին եկեք մրցենք, ով է ուժեղ, իսկ ով ոչ։ Որոշեցին, որ Արամն ու Պողոսը միասին պետք է մրցեն։ Մի երկու անգամ իրար գցեցին գետնին, բայց ոչ մի կերպ չէին համաձայնվում, ով հաղթեց։ Տղաներից մեկը ասաց. տեսեք, շուտ արեք, որ հերթը մյուսներին էլ հասնի։ Արամն ու Պողոսը իրար ասացին. վերջին անգամն է, այս մեկն էլ։ Սկսեցին կռվել ու գոտեմարտել ու այդպես բավական հեռացան մեզանից։ Դաշտում մի փոս կար։ Պողոսը գլորվելով ընկավ փոսի մեջ, վնասեց ոտքերը ու այլևս չէր կարողանում քայլել։ Արամը նրան շալակին դրեց ու տուն բերեց։ Մայրը հարցրեց. ինչ է պատահել։ Պողոսն էլ ասաց. վազեցի ու ընկա ու այսպես եղավ։ Մենք ընկերներով գնացինք բժիշկ բերեցինք։ Բժիշկը ասաց վնասվածք չկա, մի վախեցեք։ Մի քանի օրից հետո Պողոսը ոտքի կանգնեց, բայց դրանից հետո պատերազմ սկսվեց։ Վանեցի Վազգեն 12 տարեկան։